Շատ տարեց մարդիկ չեն հասկանում մեզ, իհարկե մենք էլ իրանց, բայց մենք ընդունում ենք իրանցը, իրանք էլ ուղղակի այն տարիքում չեն արդեն, որ ընդունել, որովհետև իրանց մոտ մի քիչ արդեն շատ է կարծրատիպված։ Մենք ուղղակի պետք է հասկանանք իրանց ու փորձենք առաջ արժել, որովհետև այդ կյանքի շրջանառությունը գնում է ու նես դառնանք մենք, որ 60 տարի հետո մեր երեխաները ինչ-որ ծրճող բոթասներ առնեն, մենք ասենք, չասենք, օ, սենց հիմա ով է հագնում բան, ասենք շատ լավ։ Ես իրանց հասկանում եմ, որ իրանք նույնիսկ քննադատում են թեկուզ ինչ-որ ժամանակ, սեփական օրինակողները, թեկուզ մորուքը ամենա պրիմիտիվ բանը վերել, ես հասկանում եմ, որ այդ մարդկանց չեն տեսել տենց բան, իրանց մոտ ընդունված չէ, իրանց մոտ ընդունված են ամենը սափրվում։ Իհարկե ես չեմ սափրվում, բայց մեկը ընդունում եմ ու խոսում եմ, ես նեգատիվ չեմ տրամադրում, ասում եմ, ես հարգում եմ իմ տնողներին, բայց ես եթե ինչ-որ բան ուզում եմ անել, անում եմ, որովհետև եթե սպասես ինչ-որ բանի, որ Չեվ թողեն կարող է ոչ մի բանի չանես, որովհետև մարդիկ էս պատկերացնում են ուրիշ ձև։ Ես էլ կարող եմ որ երեխա ունենամ, ես էլ մի քիչ ուրիշ ձև խոսամ, բայց այս պայծրությամբ մարդիկ տնողները քեզից սպասում են ինչ-որ լուրջ բաներ։ Իրանք ինչքան է քո մասին մտածեն, իրանց մասին էլ են մտածում այդ բանին, ուզում են վերջը իրանք են ինչ-որ բան տեսնում ու երեխաներ, թորներ։ Բայց միշտ հիշ եք, որ դու քո համար ես ապրում, ամեն ինչ վերջում դու ես տուժելու կամ հաճույք ստանալու, հենց որ մենակ ծնողի ցանկությամբ ինչ-որ բան անել, այդ ճիշտ չի դու էլ։ Եթե ուզում ես դու էլ անես, արա այդ չի։ Մեր երկրում կոնկրետ աղջիկների մոտ մի քիչ ավելի շատ է այդ ծնողական տիրանիան, քան թե տղեկը մի քիչ կարան 18-ից հետո պրինցիպի, եթե հնարավորություն ունեն գնան բարձով ապրեն, իսկ աղջիկի մոտ պետք է կամ գերհզոր կամքյուժ ունենաս, կամ գերհզոր պոֆիգիստ լինես, կամ ես ինչ ուրիշ տիպի մարդ պետք է լինես, որ գնաս առանձին ապրես։ Պետք է ծնողներն էլ դրան մի քիչ adekvat նայեն, որ այդ մարդը ուզում է ապրի վերջի վերջո։ Ձեր համար չի ապրում շատ ժամանակ, ուզում է ինքն էլ կյանք ունենա ինչ-որ։ Թե իրան որպես բույս աճացնեք մինչև 20 տարի, հետո ամուսնացնեք, ինչա դուք ձեր թոռներին տենաք, սովորասած բան եք արեք, կապիտալավլաժենիա եք արել, հա։ Մի ժամանակ։ Հիմա չեմ տենում ուզում մեր ծնողների ու այդ տարիքի մարդկանց մեջ ինչ-որ բան փոխելու։ Ինչքան է շատ կոպիտ հնչի, ուղղակի սերնդափոխությունը լինելու է, ես ռեալիստ եմ ասացի։ Մենք ենք դառնալու 50 տարեկան, մեր ծնողները արդեն չեն լինելու։ Ու շատ կարևոր է, որ մենք այս բանը գիտակցենք, որ մենք ծնող դառնանք, մեր երեխաները այդ նույնը չմտածեն ասում։ Ուղղակի պետք է մի քիչ իրատես լինես, այս կյանքի կանոններ կան վերից մտիված, որ դու պետք է հասկանաս, մարդիկ գալիս են գնում են, ինչ-որ բաներ լինում։ Լինում են ցավալի կորուստներ, իհարկե, ոչ սպասված։ Բայց մեկը ինչ է լինում է, դա այս կյանքի կանոններով է։ Ու այդ արդեն մեզնից վեր է, մենք ոչ կարանք փոխենք, ոչ կարանք ինչ-որ ուրիշ ձև ապրենք։ Խոսքը մահվան եւ մնացած հիվանդությունների մասին։ Իսկ մնացածը ինչը մեր ձեռի տակ է, մենք կարանք փոխենք ու հենց անենք ոնց որ մեզ արվում է։